Հույդան հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է ընդդիմադիր ուժերին մի շարք առանցքային, այդ թվում քաղբանտարկյալների, եկեղեցու դեմ պայքարին հակազդելու հարցերում աշխատել միասնական օրակարգով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Հայաստան խմբակցությունը առաջարկում է ազգային ժողովում ընդունել հայտարարության նախագիծ քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված։ Խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով նախագիծը նշեց, որ 60-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ հետապնդվում են սեփական հայացքների համար։ Դատարանի որոշմամբ այսօր կալանավորվեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը։ Մայրաթոռի դեմ իշխանության արշավը խրախուսող Թալինի հոգևոր սպասավոր Տեր Թադե Քահանա Թախմազյանը ամենայն հավանականությամբ այսօր կարգալույծ կհռչակվի, նրան հրավիրել են Մայրաթոռի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպման։ Ազատի զինվորական կացարանի գործով հարձակնված փորձագետը ուշագրավ տեղեկություններ է հայտնել, նա կասկածի տակ է դրել նաև Փաշինյանի կողմից հենց դեպքի օրը արած պնդումները, այս մասին հայտնել է գործող փաստաբանը։